Սրբազան հայր, ձեզ քննչական կոմիտե հրավիրել են հարցաքննության, ձեր ելքի հետ կապված դուք մասնակցելու եք եպիսկոպոսած գերագույն։ Չէ, մենք արդեն հայտարարել ենք։ Եպիսկոպոս ժողովրդի Հայաստանում կատարել, ես անձամբ կմասնակցեմ։ Հիմա որ դրսում է դրանով պայմանավորված չի։ Իսկ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ձեր մյուս հոգևոր եղբայրներին երեք հրավիրեցին քննչական կոմիտե եւ ելքի արգելք են դրել։ Չգիտեմ Ժողովուրդ ջան, ինչ իմանամ քննչական կոմիտեն ինչ անում է։ Բոլորին մեղադրանք է առաջացնում։ Չգիտեմ ցավոտ բանը, ես հիմա նայեք ասել։ Երեք էլ կարծեմ երեք հարցրեցիք, ասեցին բոլորը, որ իրենց փաստաբաններին դիմեն, չէ՞։ Այդպես ասել։ Այո, չգիտեմ, չեմ կարող։ Պատահական է, որ եպիսկոպոսած ժողովից առաջ նման մեղադրանք առաջացվեց եւ ելքի արգելք դրվեց։ Չգիտեմ, չեմ կարող բան ասել։ Նիկոլ Փաշինյանի այդ եկեղեցու նորոգման արշավի օրակարգում, Չէ, դրա հետ կապ չունի։ Դրա հետ կապ չունի, մենք կարգալուծությունը հիմա դատարանները պիտի որոշեն Սրբազան հայր։ Այ, կներեք էլ, մի րոպե։ Եվ որ Սրբազանին կարգալույծ արեցին, ինչից հետո հիմա քրեական գործ է։ Ես չգիտեմ քրեական գործ ինչի վերաբերյալ, Ժորժ ջան։ Որ մարդիկ դատական ներողություն հոգևորականները դատական ակտը չեն կատարել։ Ինչ ակտը չգիտեմ։ Գևորգ Սրբազանի բարակային մասյացոթների հիմա դատարանները պիտի որոշեն։ Դատարանը չգիտեմ ինչի համար է կանչել։ Աշխատանքային պայմանագիր ունեք։ Ինչու է դատարանը։ Հիմա եթե վեհապարը ձեզ կարգալույցանի դուք եք դիմելու դատարան։ Եթե լինի կտեսնենք, հալա որ կարգալություն են հայել։ Եվ մի ճշտող հարց է։ Մտնելուց առաջ ասացիք եկեք մասնակցեք կտեսնեք զեղչում է թե չէ մասնակցեցին տեսանք որ զեղչվեց վեհապարանը հիմա ինչպես կմեկնաբանենք ոչ բան դա պատարակի խորհուրդն է կարևոր ես ձեզ ասի պատարակի խորհուրդը որն է գիտեք նկատի ունեմ այգեշատում երբ որ ներողություն այգեշատում դուք ասացիք որ զեղչվել է նաև ձեր անունը այդտեղ խնդիր չկա այսօր ձեր անունը չզեղչվեց նայ վեհապարը չգիտեմ ես ուզում եի որ զեղչվեր որտեղ հայ իսկ քահանան ինչու քարոզ չարեց այսօր չգիտեմ ինքը ժողովրդի հետ ան հետո առանձին անում ինքը դե սովորություն ունի պատարակի վերջում իր համար ժողովրդի հետ միասին քարոզ անում